Մինչ դուք լսում եք այս խոսքերը, մոլորակի վրա հազարից պակաս մարդ դեռ ապրում է այնպես, ինչպես մարդկությունը ապրում էր 50,000 տարի առաջ։ Առանց գյուղատնտեսության, առանց փողի, առանց ժամացույցների։ Տանզանիայում հրաբխային ապարների չորացած սավաննաների միջ հadzաբեները արթնանում են արից առաջ մեկ-միակ համոզմունքով, կամ այսօր որս են անում, կամ այսօր չեն ուտում։ Սննդի պաշար գոյություն չունի։ Պլան B գոյություն չունի։ Ամեն առավոտ գոյատման փորձություն է, որից մարդկանց մեծամասնությունը հրաժարվել է հազարամյակներ առաջ, բայց նրանք շարունակում են առերեսվել դրան։ Եթե դուք կրքոտ եք վայրի կենդանիներով իսկական վավերագրական ֆիլմերով, մի հեռացեք այս տեսանյութից։ Դիտեք մինչ վերջ, հիմա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանեք, թե որտեղից եք դիտում։ Պատկերացրեք տեսարանը։ Դուք պառկած եք մերկ հողի վրա, ծածկված միայն աֆրիկյան երկնքով, առյուծի մռնչյունը արձագանքում է ձեր ճամբարից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Կրակը, որը վառել էիք քնելուց առաջ, արդեն մխացող ածուխ է դարձել։ Չկան պատեր, չկան դռներ։ Ձեր գիշերային գիշատիչների մեջ չկա ոչինչ, բացի մթությունից սերունդների ընթացքում սրված բնազդից։ Սա հadzաբե որսորդի ամենօրյա զարթոնքն է։ Հadzաբեները, նա կոչվում են հadzա, զբաղեցնում են մոտավորապես 1000 քառակուսի կիլոմետր տարածք Տանզանիայի հյուսիսում գտնվող Էյասի լճի շուրջը։ Ապրում են Նգորոնգորո խառնարանի ստվերում Օլդուվայ կիրճից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, այն նույն վայրում, որտեղ գիտնականները հայտնաբերել են Homo habilis-ի բրածոներ, որոնք թվագրվում են գրեթե 2 միլիոն տարի առաջ։ Պատահականությունը պատահական չէ։ Հadzաբեները հավանաբար բնակվում են այս տարածաշրջանում հազարամյակներ շարունակ։ Գենետիկորեն նրանք ներկայացնում են մոլորակի ամենահին մարդկային տոհմերից մեկը, որոնք համեմատելի են միայն Կալահարի անապատի սաների հետ։ Նրանց դնթ-ն պատմում է մի պատմություն, որը պատմության գրքերը դեռս չեն կարողացել ամբողջությամբ վերծանել։ Ըստ հadzաբե բանավոր ավանդույթի, մարդկության պատմությունը բաժանվում է 4 դարաշրջանների, որոնցից յուրաքանչյուրում բնակվել է տարբեր մշակույթ։ Առաջին դարաշրջանում աշխարհում գերիշխում էին մազոտ հսկաները, որոնք կոչվում էին ակակաանեբե, առաջինները կամ հնագույնները։ Այս հսկաները չունեին գործիքներ, չգիտեին կրակը։ Նրանք որսում էին, հետապնդելով կենդանիներին, մինչ որ նրանք վերջնական ուժասպառությունից ընկնում էին։ Ուտում էին հում միս։ Չէին կառուցում ապաստարաններ, քնում էին ծառերի տակ, այնպես, ինչպես հadzաբեները անում են այսօր չորային սեզոնի ժամանակ։ Հսկաները ի վերջո պարտվեցին թակարդների թունավոր նետերի միջոցով, այն նույն տեխնոլոգիան, որը նրանց սերունդները դեռ օգտագործում են։ Ներկայիս բնակչությունը տատանվում է 1200-ից մինչ 1300 մարդու միջ։ Այդ ընդհանուր թվից միայն մոտ 300-ից 350-ն են դեռ ապրում բացառապես ավանդական ձով, որսալով հավաքելով այն ամենը, ինչ սպառում են, առանց գյուղատնտեսության կամ արդրի որե հավելումի։ Մյուսները տեղափոխվել են գյուղեր, աշխատում են զբոսաշրջության ոլորտում կամ լքել են անտառը անհրաժեշտությունից կամ արտաքին ճնշումից դրդված։ Սա նշանակում է, որ հadzաբեների իսկական ապրելակերպը, այն, որը կիրառվել է առանց ընդհատումների 40,000 տարի, այսօր գոյություն ունի ամբողջ աշխարհում 400-ից պակաս մարդու մոտ։ Պատկերացրեք սրա մասշտաբը։ 400 մարդ։ Ավելի քիչ, քան միջին չափի արդրային ինքնաթիռի տարողունակությունը։ Լեզուն, որով նրանք խոսում են, հadzան է, ազգակցական կապ չունի երկրի վրա հայտնի որևէ այլ լեզվի հետ։ Լեզվաբանները այն դասակարգում են որպես լեզվական մեկուսացում, որբ լեզու, որը զարգացել է լիովին անկախ։ Այն պարունակում է կտտոցների չխկոցների հնչյուններ, որոնք անհնար են թվում նրանց համար, ովքեր չեն մեծացել դրանք օրորոցից լսելով։ Յուրաքանչյուր կտտոց իմաստ է կրում։ Յուրաքանչյուր չխկոց տարբերում է մի բառը մյուսից։ Հadzանեն այնքան հին է, այնքան եզակի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն դասակարգում է որպես խոցելի, ոչ թե այն պատճառով, որ երեխաները դադարել են սովորել այն, այլ այն պատճառով, որ համատեքստը, որում այն իմաստ ունի, անհետանում է սավաննաների հետ միասին։ Հadzաբեները ապրում են 20-ից 30 հոգանոց խմբերով, որոնք անընդհատ տեղաշարժվում են տարածքով, հետելով ռեսուրսների հասանելիությանը։ Չեն կառուցում մշտական տներ։ Նրանց կացարանները ժամանակավոր ապաստարաններ են, պատրաստված ծռված ջուղերից ծածկված չոր խոտով։ Կառույցներ, որոնք կարող են հավաքվել 1 ժամից պակաս ժամանակում լքվել առանց զղջման, երբ ժամանակն է առաջ շարժվելու։ Չեն պահում ընտանի կենդանիներ։ Չեն ցանում սերմեր։ Սնունդ չեն պահեստավորում հաջորդ օրվա համար։
Նրանց մթերանոցը հենց սավաննան է, այն պետք է խորհրդակցվի ամեն օր։ Դիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ առը ճեղքում է հորիզոնը։ Տղամարդիկ արդեն ոտքի վրա են, ստուգում են իրենց նետերը, փորձարկում աղեղների լարվածությունը, ծամում արմատների կտորներ, սկզբնական քաղցը ցրելու համար։ Կանայք պատրաստում են իրենց փորող ձողերը, փայտե պարզ գործիքներ, կրակի վրա կարծրացված ծայրերով, հյուսված խոտից զամբյուղներ, գտածը տեղափոխելու համար։ 5 կամ 6 տարեկանից սկսած երեխաներն արդեն ուղեկցում են մեծահասակներին, գործնականում սովորելով այն, ինչ ոչ մի դպրոց չէր կարող սովորեցնել։ Տեսության կիրառման միջ տարանջատում չկա։ Ամեն ինչ հրատապ է։ Ամեն ինչ հիմա է։ Հացաբեների տարածքը կտրուկ կրճատվել է վերջին 5 տասնամյակների ընթացքում։ Հաշվարկվում է, որ նրանք կորցրել են իրենց նախնիների հողերի 90%-ը 20-րդ դարի կեսերից ի վեր։ Դատողգա հովիվները իրենց այծերի տավարի նախիրները բերեցին Յայդահովիդ, հատելով բնիկ բուսականությունը արոտավայրեր ստեղծելու համար։ Ֆերմերները զբաղեցրեցին բերրի հարթավայրերը։ Սաֆարի ընկերությունները հին որսատեղիները վերածեցին բացառիկ արգելոցների օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ 2007 թվականին մի սաֆարի ընկերություն գրեթե հաջողեց ստանալ բացառիկ իրավունքներ որսորդական կոնցեսիայի նկատմամբ, որը ներառում էր հացաբեների ավանդական հողերը։ Հենց հացաբեների կողմից գլխավորված միջազգային արշավը կանխեց համաձայնագիրը։ 2011 թվականին պատմական մի բան տեղի ունեցավ։ Առաջին անգամ Տանզանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց 700 հացաբեներից բաղկացած համայնքի տարածքային իրավունքները ավելի քան 20,000 հեկտար նախնյաց հողերի նկատմամբ։ Սա առաջին դեպքն էր, երբ քոչվոր փոքրամասնությունը սեփականության վկայական ստացավ Տանզանիայում։ Բայց հաղթանակը մասնակի էր։ Այլ հացաբե համայնքներ դեռ սպասում են նույն ճանաչմանը, նրանց հողերի վրա ճնշումները շարունակվում են։ Հիմա դիտարկեք մի որսորդի վիճակը, ով ճամբարից դուրս է գալիս լուսաբացից առաջ։ Նա կրում է ձեռքով պատրաստված մի աղեղ, որն ունի գրեթե 1 մետր 80 սանտիմետր երկարություն, նույնքան բարձր, որքան ինքը։ Լարը պատրաստված է կենդանիների ջլերից, ձգված մինչ այնպիսի լարվածության, որը քիչ ժամանակակից տղամարդիկ կկարողանային պահել մի քանի վայրկյանից ավելի։ Նետերը պատրաստվում են կոնգորոկո փայտից, խնամքով ընտրված մշակված մինչ։ Քաշի կարծրության կատարյալ հավասարակշռության հասնելը։ Թռիչքը կայունացնող փետուրները խայտահավից են։ Մետաղական ծայրերը սառը կրմամբ պատրաստվում են մեխերից, այն սակավաթիվ ժամանակակից տարրերից մեկը, որը ներառվել է նախնյաց տեխնոլոգիայի մեջ։ Բայց հացաբեների նետերի իսկական գաղտնիքը մետաղական ծայրի մեջ չէ։ Այն թույնի մեջ է։ Հացաբեները օգտագործում են 3 տեսակի թույն իրենց նետերի համար։ Ամենատարածվածը արդյունահանվում է անապատի վարդից, Edenium obesum գիտական անվանումով սուկուլենտ բույսից, որն աճում է միայն որոշ կղզիներում Էասի լճի մոտ գտնվող հատուկ տարածքներում։ Պատրաստման գործընթացը պահանջում է սերնդեսերունդ փոխանցված ճշգրիտ գիտելիքներ։ Տղամարդիկ կտրում են բույսի ճյուղերը կամ կացնի բռնակով հարվածում են դեռ բնին կպած միջուկին։ Արդյունահանված հյութն այնուհետ եփվում է ժամեր շարունակ, մինչ ջուրը ամբողջությամբ գոլորշիանա, թողնելով սկպչուն նյութ կավի խտությամբ։ Այս մնացորդը փաթաթվում է շերտերով քսվում անմիջապես նետի ծայրի տակ։ Թույնը պարունակում է սրտային գլիկոզիդներ, քիմիական միացություններ, որոնք միջամտում են սրտի աշխատանքին։ Երբ թունավոր նետը թափանցում է կենդանու մաշկի մեջ, այս միացությունները մտնում են արյան հոսքի մեջ, սկսում են ազդել սրտի մկանների վրա։ Առաջին ախտանիշները ներառում են առատ թքարտադրություն, փսխուն լուծ։ Թունավորման առաջընթացին զուգընթաց կենդանին թուլանում է, դառնում անտարբեր երերուն։ Թունավոր նետից հարված ստացած իմպալան կարող է ընկնել 30 րոպեում։ Ընձուղտից կարող է պահանջվել մինչ 6 ժամ, տեղի տալու համար։ Փիղը չափազանց մեծ կլիներ, թույնը բավարար չէ նրան տապալելու համար։ Որսորդները մշակել են մեթոդ, դաշտում թույնի հզորությունը ստուգելու համար։ Երբ նրանք հետապնդում են վիրավոր կենդանուն, լեզվի ծայրով դիպչում են կենդանու արյան կաթիլներին։ Եթե համը դառն է այրող, թույնը պատշաճ կերպով աշխատում է։ Այս զգայական թեստը բացահայտում է գլիկոզիդների կոնցենտրացիան զոհի արյան մեջ, ցույց է տալիս, թե որքան ժամանակ դեռ կպահանջվի, որպեսզի այն տեղի տա։ Հետաքրքիր է, որ թույնը ամբողջությամբ չեզոքանում է եփման ջերմությունից։ Թունավոր նետով սպանված կենդանու միսը անվտանգ է մարդու սպառման համար խորովելուց հետո։
Հացաբեները միսը ուտում են անմիջապես այն վայրում, որտեղ կենդանին ընկնում է, հաճախ կտրելով կտորներ խորովելով համապատրաստից խարույկների վրա, մինչդեռ դեռ հետապնդում են համոզվելու համար, որ զոհը չի ապաքինվի։ Օրգանները, լյարդը, սիրտը, երիկամները, թոքերը, ամորցիները համարվում են այն տղամարդկանց հատուկ արտոնությունը, ովքեր ավարտել են էպեմեի ծեսը, չափահասության անցման ծես, որը ներառում է խոշոր կենդանի սպանելը։ Թույնի երկրորդ տեսակը ստացվում է Strophanthus emeneyi բույսից, մի մագլցող բույս, որն աճում է հացաբեների տարածքի լեռնային շրջաններում։ Հատիկները մշակվում են անապատի վարդի նմանությամբ, արտադրելով նույնքան հզոր թույն, հիմնված նույն սրտաթունային սկզբունքի վրա։ Երրորդ տեսակը, կոչվում է կալիկասի, չի արտադրվում հացաբեների կողմից, այլ ձեռք է բերվում հարան ցեղերի հետ փոխանակման միջոցով։ Այն պատրաստվում է Echocandrus cimpyre ծառից, որը չի աճում հացաբեների տարածքում, բայց առատ է Քենիայում, Եթովպիայում։ Դիտարկեք այս թույների պատրաստման հետ կապված ռիսկը։ Անապատի վարդի հետ աշխատելիս ձեռքի պատահական կտրվածքը կարող է մահ նշանակել։ Հյութը թափանցում է մաշկի միջով մտնում արյան հոսքի մեջ, նույնիսկ առանց տեսանելի վերքերի։ Հացաբե որսորդները իրենց թունավոր նետերը կրում են ամբողջությամբ տերներով ծածկված կամ հատուկ կապարճների մեջ, որոնք նախագծված են ծայրերը պատահական շփումից հեռու պահելու համար։ Մի քերծվածքը կարող է մահացու լինել։ Բայց դեռ պակասում է ավելի մեծ վտանգը։ Գլուխ երկրորդ։ Սավաննայի գիշատիչները։ Որսը սկսվում է արածագից առաջ ավարտվում է, երբ տապը դառնում է անտանելի, սովորաբար առավոտյան ժամը 10:30 կողմերը։ Որսորդները դուրս են գալիս միայնակ կամ զույգերով, երբեք մեծ խմբերով։ Յուրաքանչյուր տղամարդ որսում է պատեհապաշտորեն կրակելով ցանկացած թռչունի վրա, որը հայտնվում է, ստուգելով ծառերի յուրաքանչյուր փչակ մեղվաբների որոնումներով, սողալով ժայռերի տակ, տեղորոշելու դամաններին կրծողանման փոքր կաթնասուններ, որոնք ապրում են քարերի մեջ։ Հեռավորության վրա հաղորդակցվելու համար որսորդները մշակել են եզակի սուլոցներ։ Յուրաքանչյուր տղամարդ ունի իր ձայնային օրինաչափությունը, որը ճանաչելի է իր ընկերների կողմից կիլոմետրեր հեռավորությունից։ Փոքր զոհերը ներառում են դիկ-դիկներին, մոտ 40 սանտիմետր բարձրությամբ փոքրիկ այծյամներ, վայրի խոզերին, փոխակերպուկներին, բաբուիններին, կապիկներին, բոլոր տեսակի թռչուններին։ Այս կենդանիների համար հացաբեները օգտագործում են առանց թույնի նետեր։ Կրակոցի ճշգրտությունը պետք է բավարար լինի ակնթարթորեն սպանելու համար, քանի որ միայն վիրավոր կենդանին կարող է փախչել կորչել խիտ բուսականության մեջ։ Ավելի մեծ զոհերի համար իմպալաներ, կուդուներ, զեբրեր, ընձուղտներ, բուֆալոներ գործի են դրվում թունավոր նետերը։ Որսորդը պետք է մոտենա 25-ից 50 մետր հեռավորության վրա, հարվածելու հնարավորություն ունենալու համար։ Մի միջավայրում, որտեղ յուրաքանչյուր տրորված ճյուղ ձայն է հանում, որտեղ յուրաքանչյուր կտրուկ շարժում վախեցնում է զոհին, այս մոտեցումը կարող է ժամեր տել։ Որսորդը հանում է սանդալները, ցախերը կոտրելուց խուսափելու համար։ Քայլում է կրացած, գրեթե սողալով, օգտագործելով ողջ հասանելի բուսականությունը որպես ծածկույթ։ Երբ նա վերջապես կրակում է, նետը պետք է բավականաչափ խորը թափանցի, որպեսզի թույնը մտնի արյան հոսքի մեջ։ Եվ հետո սկսվում է ամենավտանգավոր մասը։ Վիրավոր կենդանին անմիջապես չի ընկնում։ Նա փախչում է։ Որսորդը պետք է հետապնդի նրան ժամեր շարունակ, երբեմն ամբողջ օրեր, հետելով հետքերին, արյան նշաններին, կոտրված ճյուղերին։ Այս հետապնդման ընթացքում նա մենակ է սավաննայում, հաճախ ճամբարից հեռու, ենթարկված բոլոր վտանգներին, որոնք պահում է Աֆրիկան։ Առաջին վտանգը օձերն են։ Հացաբեները ատում են օձերին, դա միակ կենդանին է, որը նրանք հրաժարվում են ուտել։ Եվ հիմնավոր պատճառով։ Աֆրիկյան սավաննան ապաստան է տալիս աշխարհի ամենաթունավոր սողուններից մի քանիսին, սմամբաներին, որոնք ընդունակ են սպանել չափահաս տղամարդուն 1 ժամից պակաս ժամանակում, աղմկոտ իժերին, որոնց թույնը հյուսվածքների նեկրոզ է առաջացնում, թքող կոբրաներին, որոնք թիրախավորում են իրենց զոհերի աչքերը։ Փորձառու հացաբե որսորդի մարմինը կրում է օձի խայթոցների սպիները, որպես անտառում կյանքի նշաններ։ Դիտեք սպիները ձեր հացաբեի մարմնի վրա։ Օնվասը 60-անց մի որսորդ ցուցադրում է նշաններ, որոնք ամբողջական պատմություններ են պատմում առանց բառերի անհրաժեշտության։ Օձի խայթոցների սպիներ բազուկների վրա։ Ընձառյուծի կծածի սպիներ մեջքի վրա։ Նետերի դանակների սպիներ, դժբախտ պատահարներ որսի կամ գործիքների պատրաստման ժամանակ։ Փշերի սպիներ, որոնք ծակել են մաշկը խիտ թփուտների միջով հետապնդումների ժամանակ։ Բաոբաբի ծառերից ընկնելու սպիներ մեղրի հավաքման ժամանակ։
Նրա ատամների կեսն արդեն չկա։ Նա կրում է հին անվադողերից պատրաստված սանդալներ, գոտկատեղին կրում է դիկ-դիկի կաշվով պատված դանակ։ Փշերը ներկայացնում են մեկ այլ մշտական սպառնալիք։ Տանզանիայի սավաննայի բուսականության մեջ գերիշխում են ակացիաները, փշոտ թփերը։ Այս միջավայրում ցերեկով քայլելն արդեն իսկ մարտահրավեր է։ Գիշերը քայլելը առանց լապտերի գրեթե անհնար է նրանց համար, ովքեր չգիտեն տեղանքի յուրաքանչյուր մետրը։ Հացաբե որսորդները հանգստի ժամանակի զգալի մասն անցկացնում են միմյանց մարմնից փշեր հանելով իրենց դանակների ծայրով։ Սավաննայով մի քանի ժամ տող քայլքը կարող է մարմինը թողնել նշանավորված այնպես, կարծես այն ստացել է աստիճանական ամբողջ մարմնի դաջվածք։ Կարիճները սարդերը լրացնում են փոքր վտանգների ցանկը, փոքր միայն չափերով, քանի որ նրանց խայթոցները կարող են լինել թուլացնող կամ մահացու։ Աֆրիկյան անապատը ապաստան է տալիս կարիճների, որոնց թույնը հարձակվում է նյարդային համակարգի վրա, առաջացնելով ցնցումներ կաթված։ Հացաբե երեխաները վաղ տարիքից սովորում են երբեք ձեռքերը չմտցնել անցքերի մեջ առանց նախապես ստուգելու, երբեք բոկոտն չկանգնել քարերի վրա առանց նայելու, երբեք չպառկել գետնին առանց շրջակա տարածքը զննելու։ Բայց իրական վտանգները, նրանք, որոնք կարող են սպանել չափահաս տղամարդուն վայրկյանների ընթացքում, քայլում են 4 թաթերի վրա։ Առյուծները ապրում են նույն սավաննայում, որտեղ հացաբեները որս են անում։ Գիշերը նրանց մռնչյունները արձագանքում են հարթավայրերում, որսորդները քնում են բաց երկնքի տակ, իմանալով, որ իրենց գիշատիչների մեջ չկա ֆիզիկական արգելք։ Կրակը հեռու է պահում մեծ կատվազգիներին, մեծ մասամբ։ Ընձառյուծները նույնիսկ ավելի վտանգավոր են, որովհետև հարձակվում են լռության մեջ, դարանակալելով իրենց զոհերին ստվերներում։ Հացաբե որսորդը կրում է ընձառյուծի հարձակման սպիները որպես ապացույց, որ նա ողջ է մնացել մի հանդիպումից, որից շատերը չէին փրկվի։ Գիշերը սավաննայով քայլելը պահանջում է մի տեսակ մտերմություն, որը մարդկանց մեծամասնությունը երբեք չի զարգացնի որևէ միջավայրի հետ։ Չկան նշված արահետներ։ Մթության մեջ չկան տեսանելի կողմնորոշիչներ։ Առանց լապտերի նավարկելը անհնար է թվում այցելուի համար, բայց հացաբեները դա անում են այնպիսի բնականությամբ, ինչպես մեկը, ով անցնում է իր սեփական սենյակով։ Դա մի մտերմություն է, որը կառուցվել է տասնամյակների ընթացքում նույն տարածքով տեղաշարժվելիս, մի սենյակ 1000 քառակուսի կիլոմետր տարածքով, որը բնակեցված է առյուծներով, ընձառյուծներով, բորենիներով, ստվերներում։ Փորձառու հացաբե որսորդը կարողանում է նույնականացնել բուսականության տեսակները հպումով, ճանաչել ժայռային կազմավորումները աստղերի ֆոնին, դրանց ուրվագծերով կանխատեսել, թե որտեղ կլինեն փշերը նախքան դրանց դիպչելը։ Բորենիները ներկայացնում են մեկ այլ սպառնալիք, ոչ միայն ուղղակի, այլ տնտեսական։ Հացաբեները չեն օգտագործում թակարդներ կամ օղակներ որսի համար, պատճառը պարզ է, ընձառյուծներն ու բորենիները գողանում են թակարդում հայտնված ցանկացած կենդանի նախքան որսորդները կկարողանան այն վերցնել։ Գիշատիչների բարձր խտությունը տարածաշրջանում որսի այս մեթոդը լիովին անիրագործելի է դարձնում։ Կա որսի մի տեսակ, որը հացաբեները կատարում են տարեկան ընդամենը մի քանի անգամ, որը ցույց է տալիս, թե նրանք որքան հեռու են պատրաստ գնալ կենդանական սպիտակուցի համար։ Բաբուինների գիշերային որսը։ Բաբուինները գիշերը քնում են ծառերի վրա կամ ժայռոտ քարափներին։ 10-ից 12 որսորդներից բաղկացած խումբը շրջապատում է այն տարածքը, որտեղ բաբուինների խումբը քնած է, լռությամբ մոտենում են աղեղներն ու նետերը ձեռքներին, ապա միաժամանակ հարձակվում բոլոր կողմերից։ Նպատակն է սպանել հնարավորինս շատ կենդանի նախքան նրանց փախչելը։ Բաբուինները վտանգավոր զոհեր են։ Չափահաս արուն կարող է կշռել մինչ 45 կիլոգրամ, ունի 5 սանտիմետրանոց ժանիքներ, որոնք ընդունակ են լուրջ վնասվածքներ պատճառել։ Անկյուն քշված կամ վիրավոր բաբուինը չի վարանում հարձակվել։ Որսորդները պետք է համակարգեն իրենց շարժումները բացարձակ ճշգրտությամբ, սխալ կրակոցը կարող է վիրավոր կատաղած կենդանուն թողնել իրենց անվտանգության մեջ։ Հացաբեները պաշտում են բաբուինի միսը։ Կա մի ավանդական կատակ, որն ասում է, թե հացաբե տղամարդը չի կարող ամուսնանալ, մինչ չսպանի 5 բաբուին։ Ինչպես շատ կատակներ, այն իր մեջ ճշմարտության հատիկ ունի։ Բաբուինների գիշերային որսին մասնակցելու հմտությունը ցույց է տալիս հասունություն, քաջություն, խմբի հետ համակարգված աշխատելու ունակություն, բոլորը ցանկալի որակներ զուգընկերոջ համար։ Հացաբեները նա կիրառում են մի բան, որը ժամանակակից աչքերին խենթություն է թվում, գիշատիչներից միս գողանալը։ Երբ երկնքում տեսնում են պտտվող անգղերին, որսորդները վազում են նշված ուղղությամբ, փորձելով գտնել առյուծների կամ ընձառյուծների կողմից նոր սպանված որսը։
Հասնելով տեղ, նրանք գոռում են, թափահարում ձեռքերը, փորձում վախեցնել գիշատիչներին, որսի մի մասը գողանալու համար։ Հածաբեների կողմից սպառվող ողջ մսի մոտ 15-ից 25%-ը ստացվում է լեշակերության այս պատեհապաշտական պրակտիկայից։ Պատկերացրեք, թե դա ինչ է նշանակում գործնականում։ 60 կիլոգրամանոց մի մարդ, զինված միայն աղեղով նետերով, վազում է առյուծների ուղղությամբ, որոնք հենց նոր զեբր են սպանել, գոռում է նրանց վախեցնելու համար, հույս ունի, որ նրանք կորոշեն, որ չարժե կռվել սննդի համար։ Երբեմն դա աշխատում է։ Երբեմն ոչ։ Բայց գոյություն ունի մի վտանգ, որն ավելի տարածված է, քան ցամաքային գիշատիչները։ Մի վտանգ, որն ավելի շատ հածաբե որսորդների է սպանում, քան ցանկացած վայրի կենդանի։ Բաոբաբի ծառերից ընկնելը։ Մեղրը հածաբեների ամենասիրելի ուտելիքն է, ընտրված որպես նախընտրելի թե տղամարդկանց, թե կանանց կողմից մարդաբանական հետազոտություններում։ Այն կազմում է ցեղի կողմից սպառվող կալորիաների մոտավորապես 15-ից 20%-ը։ Հածաբեները մեղր են հավաքում մեղուների 7 տարբեր տեսակներից, ներառյալ աֆրիկյան մեղուները, որոնք չափազանց ագրեսիվ են, առանց խայթոցի մեղուները, որոնք ավելի քիչ քանակությամբ մեղր են արտադրում, բայց ավելի հասանելի վայրերում։ Խայթող մեղուների փչակները սովորաբար գտնվում են հսկայական բաոբաբի ծառերի բարձրության վրա, որոշները հասնում են 15 մետր բարձրության, 8-ից 9 մետր տրամագծով բներով։ Այդ փչակներին հասնելու համար որսորդները պետք է մագլցեն ծառերը, օգտագործելով միայն փայտե ցցեր, որոնք նրանք մեխում են բնի մեջ բարձրանալուն զուգընթաց։ Տեխնիկան հազարամյա է։ Որսորդը օգտագործում է իր կացնի հետի մասը, առաջին ցիցը բնի մեջ խրելու համար, հետո կանգնում է դրա վրա, մինչ մեխում է երկրորդը, կրկնելով գործընթացը մինչ փչակին հասնելը։ Այս մագլցման ամենակարևոր կանոնն է՝ երբեք չկանգնել հին ցցերի վրա։ Ցցերը տեղում են մնում միայն գեղի ճնշման շնորհիվ, որը փակվում է դրանց շուրջը։ Գեղի հետում գտնվող բաոբաբի փայտը սպունգանման է խոնավ, անկարող որևէ դիմադրություն ցույց տալու։ Ժամանակի ընթացքում գեղը թուլանում է, ցցերը մնում են ազատ։ Փորձառու որսորդը յուրաքանչյուր վերելքի ժամանակ տեղադրում է նոր ցցեր։ Անփույթ որսորդը կանգնում է հին ցցի վրա վայր ընկնում։ Հածաբեների մի գյուղի առաջնորդը իր 50 տարվա կյանքի ընթացքում 2 անգամ ընկել է բաոբաբից։ Նա ողջ է մնացել 2 անկումներից էլ, բայց շատերը նույն բախտը չեն ունեցել։ Բաոբաբի ծանկումները չափահաս հածաբե տղամարդկանց շրջանում ծանր վնասվածքների մահացության ամենատարածված պատճառն են։ Եվ մեղուները չեն հեշտացնում գործը։ Աֆրիկյան մեղուները հայտնի են իրենց ագրեսիվությամբ, հենց նրանք են տվել մարդասպան մեղուներ տերմինը, երբ որոշ գաղութներ փախել էին Ամերիկա 1950-ական թվականներին։ Հածաբեները ծուխ են օգտագործում նրանց հանդարտեցնելու համար նախքան մեղրը հավաքելը։ Նրանք վառում են չոր խոտի փնջեր բարձրանում են, գրելով դեռ մխացող կրակը, տեղադրելով այն խոռոչների մեջ, որտեղ գտնվում են փչակները։ Ծուխը քողարկում է տագնապի ֆերոմոնները, որոնք մեղուները արձակում են, երբ մեկը սպանվում կամ վիրավորվում է, կանխելով ողջ պարսի հարձակումը ներխուժողի վրա։ Նույնիսկ ծխի դեպքում խայթոցներն անխուսափելի են։ Որսորդները մագլցում են բոկոտն մերկ ձեռքերով։ Երբ արտաքին դիտորդները հարցրել են խայթոցների մասին, հածաբեները ծիծաղել են։ Թվում է, թե խայթվելը զվարճանքի մի մասն է։ Գոյություն ունի մի անսպասելի դաշնակից մեղրի այս որսում։ Մեղրացույց թռչունը, կեռնեխի չափ թռչուն, որը գտնում է փչակները մարդկանց առաջնորդում դեպի դրանք, մոմի թրթուրների դիմաց։ Երբ հածաբե որսորդը ցանկանում է մեղր գտնել, նա արձակում է մի հատուկ սուլոց։ Եթե մոտակայքում մեղրացույց թռչուն կա, նա պատասխանում է իր սեփական կանչով, սկսում է թռչել ծառից ծառ, կանգ առնելով սպասելու, որ մարդիկ հասնեն իրեն, մինչ վայրէջք կատարի գտնված փչակի մոտ։ Սա կաթնասունի թռչունի միջ համագործակցության ամենազարգացած հարաբերություններից մեկն է, որը երբևէ արձանագրվել է գիտության կողմից։ Դիտարկեք, թե ինչ է անում այս կյանքը մարդու մարմնի հետ։ Դյուկի համալսարանի հետազոտողները մանրակրկիտ ուսումնասիրել են հածաբեներին, հայտնաբերել են մի զարմանալի բան։ Չնայած նրանք ֆիզիկապես շատ ավելի ակտիվ են, քան արդյունաբերական հասարակությունների մարդիկ, հածաբեները օրական այրում են մոտավորապես նույն քանակությամբ կալորիա։ Մարդու մարմինը, ըստ երույթին, հարմարեցնում է իր նյութափոխանակությունը, փոխհատուցելու ակտիվության տարբեր մակարդակները։ Բայց մինչ նստակյաց մարդիկ չօգտագործված կալորիաները պահեստավորում են որպես ճարպ, հածաբեները ողջ հասանելի էներգիան վերածում են շարժման, ուժի դիմացկունության։ Հածաբեների սննդակարգը բաղկացած է բացառապես վայրի սննդից։
Որսված կենդանիների միս։ Մեղուների մեղր։ Բաոբաբի պտուղներ։ Սեզոնային հատապտուղներ։ Հողից փորված պալարներ։ Կանայք ապահովում են խմբի սպառած կալորիաների մոտ 60-ից 70%-ը բույսերի հավաքչության միջոցով։ Տղամարդիկ ներդնում են կենդանական սպիտակուց մեղր։ Ամեն ինչ հավասարապես բաժանվում է ճամբարի ներսում։ Որսորդը, ով վերադառնում է մսով, այն բաժանում է բոլոր ներկաների հետ, ներառյալ նրանց, ովքեր չեն որսում տարիքի կամ նախասիրության պատճառով։ Անմիջական սպառման համար անհրաժեշտից ավելին կուտակելու գաղափարը պարզապես գոյություն չունի հաձաբեների մտածելակերպում։ Հաձաբեների կյանքը հետում է ճշգրիտ սեզոնային ցիկլերին։ Մայիսից հոկտեմբեր, չորային սեզոնի ժամանակ, տղամարդիկ դառնում են էլ ավելի ինտենսիվ որսորդներ։ Սակավ բուսականությունը կենտրոնացնում է կենդանիներին, ինչպիսիք են զեբրերը, փոխակերպուկները, ջրհորների շուրջը, դարձնելով նրանց ավելի հեշտ տեղորոշելի դարանակալելի։ Որսորդները ամբողջ գիշերներ են անցկացնում սպասելով ջրի աղբյուրների մոտ, պատրաստ արձակելու թունավոր նետերը ցանկացած զոհի վրա, որը կմոտենա խմելու համար։ Կանայք երեխաները այս ամիսների ընթացքում փորում են օսլայով հարուստ պալարներ, եփելով դրանք մարսողությունը հեշտացնելու համար։ Երբ նոյեմբերին գալիս են անձրները, լանդշաֆտը փոխվում է։ Կենդանիները ցրվում են, որսը դարձնելով ավելի դժվար, բայց բույսերը ծաղկում են։ Վիտամին K-ով հարուստ բաոբաբի պտուղները դառնում են առատ։ Հատապտուղների թփերը մշտական թեթ ուտեստներ են առաջարկում քայլարշավների ժամանակ։ Մեղրը հասնում է իր արտադրության գագաթնակետին։ Որոշ ամիսներ հաձաբեների կողմից նկարագրվում են որպես առանց մսի ամիսներ, ժամանակաշրջաններ, երբ մեղրն ու բույսերը գերիշխում են սննդի մեջ, մինչդեռ որսը սակավ է մնում։ Այս սեզոնային ճկունությունը հիմնարար է գոյատման համար մի միջավայրում, որը կտրուկ փոխվում է տարվա ընթացքում։ Հետազոտությունները հաձաբեների աղիքային միկրոբիոմի վերաբերյալ բացահայտել են բակտերիալ բազմազանություն, որը մարդկային ցանկացած բնակչության մեջ երբեք գրանցված ամենաբարձրերից է։ Այս բազմազանությունը պաշտպանություն է ապահովում բազմաթիվ ժամանակակից հիվանդությունների դեմ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդամենը 3 օր հաձաբեների սննդակարգին նման սննդակարգին հետելը կարող է բարձրացնել մարդու աղիքային բակտերիալ բազմազանությունը մինչ 20%-ով։ Գիտնականները կարծում են, որ այս միկրոբիալ բազմազանությունը ներկայացնում է մարդու աղիքի սկզբնական վիճակը, այն, որը մենք էվոլյուցիայի արդյունքում ձեռք ենք բերել 100 հազարավոր տարիների ընթացքում որպես որսորդ հավաքչողներ։ Մանկական մահացությունը բարձր է հաձաբեների շրջանում, ինչը նվազեցնում է կյանքի միջին տողությունը։ Բայց չափահասները, ովքեր ողջ են մնում մանկությունից հետո, հաճախ առողջ են մնում մինչ 60 կամ 70 տարեկան, առանց ժամանակակից հասարակություններին տանջող քրոնիկ հիվանդությունների, գիրություն, երկրորդ տիպի դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, հաստ աղիքի քաղցկեղ։ Նրանք չեն ճանաչում մարզասրահներ կամ վիտամինային հավելումներ։ Դրա կարիքը չունեն։ Հաձաբեների սոցիալական կառուցվածքը լիովին հավասարազոր է, էգալիտար։ Չկան առաջնորդներ։ Չկան ուժային հիերարխիաներ։ Որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ, նա պարզապես տեղափոխվում է այլ ճամբար։ Տղամարդիկ կանայք հավասարապես մասնակցում են խմբին վերաբերող որոշումներին։ Երեխաների մասին հոգ են տանում հավաքականորեն, ինչը թույլ է տալիս ցանկացած չափահասի հսկել ցանկացած երեխայի, անկախ ազգակցական կապից։ Մասնավոր սեփականությունը գործնականում գոյություն չունի, եթե դուք ունեք ավելի շատ աղեղներ, նետեր կամ քարե ծխամորճներ, քան ձեզ անհրաժեշտ է, դուք պետք է կիսվեք դրանցով։ Կիսվելը չի համարվում մեծահոգություն։ Դա բարոյական պարտավորություն է։ Հաձաբեները երբեք պատերազմ չեն տեսել իրենց բանավոր պատմության մեջ։ Երբեք սով չեն տեսել։ Երբեք չեն տեսել կործանարար համաճարակներ։ Նրանց ապրելակերպը գրեթե զրոյական բնապահպանական ազդեցություն է թողնում, նրանք հետքեր չեն թողնում, բացի նետերի ծայրերից, կրակից սացած մի քանի քարերից ակացիաների վրայի քերծվածքներից։ Բայց այս ապրելակերպը անհետանում է։ Ամեն տարի ավելի շատ տարածք է կորսվում հովիվների ֆերմերների պատճառով։ Ամեն տասնամյակ ավելի շատ երիտասարդ հաձաբեներ են գայթակղվում դեպի գյուղեր, փողի, աշխատանքի ժամանակակից աշխարհի գայթակղությունների փնտրտուքով։ Զբոսաշրջությունը, թե որոշակի եկամուտ է բերում, նա ապականել է ավանդական մշակույթի ասպեկտները։
Զբոսաշրջային երթուղիներին մոտ գտնվող որոշ հացաբեր ճամբարներ վերածվել են բեմականացված տեսարժան վայրերի, որտեղ որսորդները հմտություններ են ցուցադրում տեսախցիկների համար, գոյատելու համար դրանք կիրառելու փոխարեն։ Ալկոհոլը եկավ տուրիզմի փողերի հետ միասին։ Ալկոհոլային թունավորումից մահ է։ Լուրջ խնդիր են դարձել որոշ համայնքներում։ Ավանդական գիտելիքը կորչում է ոչ թե այն պատճառով, որ երեխաները չեն ցանկանում սովորել, այլ այն պատճառով, որ համատեքստը, որում այդ գիտելիքը իմաստ ունի, քայքայվում է։ Հացաբեները գոյատում են ավելի քան 50 հազարամյակ առանց իրենց միջավայրը ոչնչացնելու, առանց անհրաժեշտից ավելին կուտակելու, առանց ճնշող ուժային հիերարխիաներ ստեղծելու։ Մինչ ժամանակակից աշխարհը բախվում է հոգեկան առողջության ճգնաժամերի, գիրության, մենակության էկոլոգիական փլուզման հետ, այս բոկոտն որսորդները պահպանում են առողջ մարմիններ, միասնական համայնքներ, կատարյալ հավասարակշռություն այն հողի հետ, որը սնում է իրենց։ Ամեն անցնող սերնդի հետ մենք կորցնում ենք նախնյաց գիտելիքիս մեկ կենդանի գրադարան։ Սավաննայի յուրաքանչյուր հեկտարի հետ, որը վերածվում է ցանքատարածության, մենք ջնջում ենք մարդկության պատմության մի գլուխ, որը երբեք չի կարող վերաշարադրվել։